Ամերիկայի փոխնախագահ J.D. Vance-ի այցը Հայաստանի Հանրապետություն պատմական է, հիրավի պատմական է, ու եթե նույնիսկ դուք էլ ինպես ժամերով այսօր Երևանյան խցանումներում եք անցկացրել, միևնույն է, սա չի չեղարկում այս ամեն ինչի պատմականությունը, ու սա նույնիսկ հետագայում պատմելու բան կունենաք, թե ինչ առիթով եք ժամեր անցկացրել խցանումներում, ինչևէ Ինչ պարզվեց J.D. Vance-ի այցի շրջանակներում։ Հայաստանի Հանրապետությունը Ամերիկայի Միացյալ Նահանգներից կգնի $11 միլիոն V-BET հետախուզական ATS-ներ, ամերիկյան արտադրության ATS-ներ։ Ամերիկայի Միացյալ Նահանգները սկզբնական փուլում $5 միլիարդ, իսկ հետո էլ $4 միլիարդ կներդնի Հայաստանի միջուկային սեկտորում։ Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանին կփոխանցի Nvidia ընկերության արտադրած ամենագերհզոր չիպերը, որոնց մասին երազում են տասնյակ, եթե ոչ հարյուրավոր պետություններ։ Հայաստանում կգործարկվի արհեստական բանականության հետ գործարան կամ տվյալների բազա կոչվածը էլի հարյուրավոր միլիոն դոլարների մասին է խոսքը այստեղ ընթանում։ Թրիփ նախագծի մասին ու դրա ներդրման ծավալների մասին դեռ հստակ թիվ չկա, բայց բնականաբար սա էլ չափազանց մեծ թիվ է լինելու։ Ու ամենակարևորը, Հայաստանն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները գործակցում են խաղաղության եւ բարգավաճման շուրջ։ Ու մեր կողմից այս ամեն ինչը առաջնորդում է Հայաստանի Հանրապետության վարչապետը ու Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Կիսվեք տեսանյութով։ Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, Միացյալ Նահանգների փոխնախագահ J.D. Vance-ը ժամեր անց հանդիպելու է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Միացյալ Նահանգների փոխնախագահի այցը Հայաստանի Հանրապետություն պատմական փաստ է, որը ամփոփում է մեր պետության արտաքին քաղաքականության վերջի տարիների լուրջ ձեռքբերումները։ Սա վկայություն է այն բանի, որ Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ ժողովրդավարական ընթացքը ունեն միջազգային ամուր երաշխիքներ։ Այս այցը տեղի ունենում մի փուլում, երբ Հայաստանը հետևողականորեն իրականացնում է ժողովրդավարական բարեփոխումներ, ուժեղացնում մարդու իրավունքների պաշտպանության համակարգը եւ պետական ինստիտուտների արդյունավետությունը։ Հայաստանը շարունակում է վարել հավասարակշռված եւ ինքնիշխան արտաքին քաղաքականություն, առաջնորդվելով սեփական պետության շահերով եւ խաղաղ զարգացման օրակարգով, մենք շարունակում ենք կառուցել հզոր, ուժեղ, ինքնիշխան Հայաստան եւ գործընկերների համար վստահելի պետություն, կեցե Հայաստանի Հանրապետությունը։ Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ուրախ եմ հայտնելու, որ քիչ առաջ ԱՄՆ փոխնախագահ J.D. Vance-ը հայտարարեց, որ ԱՄՆ-ում գործող արհեստական բանականության ամպային եւ ենթակառուցվածքային տեխնոլոգիաների Firebird AI ընկերությանը իր ծրագրի երկրորդ փուլի իրականացման համար ԱՄՆ արտահանման թույլատվություն է տրվել Սպիտակ տան կողմից։ Ուզում եմ հիշեցնել, որ դեռևս նախորդ տարվա նոյեմբերին հայտարարությամբ հանդես եկանք, որ ընկերությունը ստացել է առաջին փուլի համար անհրաժեշտ արտահանման լիցենզիան ԱՄՆ կառավարության կողմից եւ հանդես էր գալիս ընկերությունը հայտարարությամբ, որ սրանով փաստորեն իր առաջին $500 միլիոն ներդրումն է իրականացնում Հայաստանում, միևնույն ժամանակ հավաստիացնելով, որ սա բազմամիլիարդանոց մեգա նախագծի ընդհանրապես մեկնարկային փուլն է։ Եվ ահա այսօր փաստորեն վերահաստատվում է այս տեղեկատվությունը, արձանագրվելով, որ Firebird AI ընկերությունը ուրեմն իր ներկայությունը ընդլայնում է Հայաստանում, փաստորեն մեր տարածաշրջանում ստեղծելով առաջին եւ ամենախոշոր արհեստական բանականության գործարանը, պատկերավոր ասած, իհարկե խոսքը արհեստական բանականության տվյալային խոշոր գերհզոր կենտրոնի մասին է, շուրջ 50,000 գրաֆիկական պրոցեսորներով Nvidia ընկերության արտադրությամբ, կրկնում եմ, խոսքը իհարկե այս պահին, որովհետև բարդ են տերմինները, անվանումները, բայց խոսքը գնում է մինչ օրս աշխարհում գոյություն ունեցող ամենաառաջադեմ, ամենաառաջատար տեխնոլոգիաներով Հայաստանի Հանրապետության տարածքում արհեստական բանականության տվյալային կենտրոն կառուցելու մասին։ Ես պետք է նշեմ, որ տվյալային կենտրոնում արտադրված ուրեմն
տվյալ հաշվողական միջոցների մի մասը, ինչպես արդեն իսկ հայտարարել էինք, ուղղվելու են մեր սեփական կարիքներին, մասնավորապես գալիս են զարգացնելու Հայաստանի տեխնոլոգիական, գիտական եւ հետազոտական ոլորտները, ընդգրկելով մի շարք ուղղություններ, կենսաբանական գիտություններից մինչև ռոբոտաշինություն, մինչև տիեզերական տեխնոլոգիաներ եւ այլ բնագավառներում բնականաբար դրանք կկիրառվեն, բայց նաև նշեմ, որ հաշվողական ռեսուրսների ընկերության կողմից ստեղծվող հաշվողական ռեսուրսների մի մասը իհարկե նաև կարտահանվեն աշխարհի տարբեր տեխնոլոգիական կենտրոններ, իհարկե թիրախավորելով նախ եւ առաջ հենց ամերիկյան խոշորագույն տեխնոլոգիական հսկաներին, ինչպես նաև հենց մեր տարածաշրջանում զարգացող ամերիկյան ընկերությունների համար դրանք հասանելի կդառնան, ինչը իհարկե գալիս է ավելի գրավիչ դարձնելու մեր երկրի ներդրումային միջավայրը եւ տեխնոլոգիական էկոհամակարգը հենց ամերիկյան վերազգային ընկերությունների, մասնավորապես հենց ինչպես նշեցի տեխնոլոգիական հսկաների համար։ Իմ գնահատմամբ համենայն դեպս սա հավակնում է լինելու մեր երկու երկրների Հայաստանի Հանրապետության եւ Միացյալ Նահանգների միջև տեխնոլոգիական ոլորտում արձանագրված խոշորագույն համագործակցությունը կամ դրանցից մեկը եւ ընդհանրապես մեր նորանկախ պատմության մեջ ամենախոշոր ներդրումային ծրագրերից մեկը եւ այս ծրագրի արդեն իսկ երկրորդ փուլի իրագործումը նաև կլինի արձանագրումն այն բանի, որ Հայաստանը արհեստական բանականության հաշվողական ռեսուրսների իր հզորությամբ այլևս ոչ միայն կհավակնի դառնալ տարածաշրջանային տեխնոլոգիական հանգույց, այլև կդառնա համաշխարհային կարևոր դերակատար իր ռեսուրսների քանակով եւ հզորությամբ։ Եվ վերջում ուզում եմ պարզապես հիշեցնել, որ թե ինչու է եւ ինչպես է այս ամենը մեզ հետ տեղի ունենում, սիրելի հայրենակիցներ, բացառապես սրա համար իբրև հիմք կարող եք ընդունել դեռևս 25 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կնքված մի քանի ռազմավարական ուրեմն փոխըմբռնման հուշագրերից մեկը, որը վերաբերում էր արհեստական բանականության եւ կիսահաղորդչային ոլորտին եւ այստեղ դեռևս նախորդ տարվանից մեր երկու երկրները արձանագրեցին, որ գնում են երկկողմ փոխհարաբերություններում նորարարական, նոր համագործակցության դարաշրջան բացելուն եւ այսօր այնինչ հայտարարվեց, այնինչ արձանագրվեց, սրա լավագույն դրսևորումն է։ Ես ուզում եմ եւս մեկ անգամ շնորհավորել բոլորիս այս կարևոր ձեռքբերման համար, իսկ ինչ վերաբերում է թե տվյալային կենտրոնի հիմնական իր առաջիկա անելիքներին եւ ընդհանրապես Հայաստան-ԱՄՆ փոխհարաբերությունների տեխնոլոգիական ոլորտում մյուս բոլոր շերտերին առաջիկա օրերին կունենանք առիթ այդ մասին առավել մանրամասն խոսելու։ Ձեզ լավ երեկո եմ մաղթում, կրկին շնորհավորում եմ բոլորիս։ Բարի ուշ երեկո ժողովուրդ ջան։ Ոյ, նայում եմ ինչա կատարվում, ինչեր է կատարվում, մաման ջան, պրոստը սիրտս տրաքում է ուրախությունից։ Մտել եմ ձեզ շնորհավորեմ, մտել եմ ադուշի ձեզ շնորհավորեմ, ի սրտես, հենց ասեմ կյանքեր, ես ձեզ շնորհավորում եմ։ Ուզում եմ ասեմ Նիկոլ Փաշինյան խոնարհվում եմ։ Ձեր արած ամբողջ աշխատանքի համար։ Արտաքին գործերի նախարարություն, բոլորին, ովքեր այս ամեն ինչի մեջ գործողություն ներդրում ունեն, բոլորիդ առաջ խոնարհվում եմ, որտեվ սա տանում է մեր պետությունը հզորացման, սա տանում է զարգացման, սա տանում է անվտանգության բոլոր ոլորտները ապահովելու այս process-ներին է տանում։ Ժողովուրդ ջան, ի սրտե շնորհավորում եմ ձեզ ու պարոն Փաշինյան, ի գործ, շարունակեք, մեր երկիրը հզորացրեք, մեր երկրի պատիվը բարձր այտենց պահեք, որովհետև որոշ ռուսամետները հիմա որ եկել են ժողովրդից կուտ են տալիս, մոռացել են, որ Ռուսաստանի լրբազավռները այդ լրագրող կոչված պրոստիտուտկեքը իմ երկիրը անվանում էին սդержанка։ Դրա համար էլ հիմա եկել են նորից առաջարկում են, որ հարկերը չմուծեն, իբր փոքր բիզնեսները հարկերը չմուծեն, հա, որ այս պետությունը բանի պետք չլինի, նորից դառնա ռսի սդержанка։ Նիկոլ Փաշինյան թիկունքիդ կանգնած ենք, ոտդ գազից չհանես հարազատ։
Մինչև վերջ գնա քեզ քաջ առողջություն եմ մաղթում, քեզ ամենայն ուժեր եմ մաղթում, թող տիեզերքը քեզ օգնական լինի, թող Աստված միշտ քո կողքին լինի, ձեռքը քո գլխին լինի, իմ ժողովրդին, իմ երկիրը տար դեպի լուսավոր ապագա։ Սիրում ու հարգում եմ ձեզ, միշտ ձեր թիկունքին ենք։ Ժողովուրդ ջան, ամուր կանգնեք ձեր պետականության, ձեր պետության թիկունքին, որը ներկայացնում է Նիկոլ Փաշինյանը, որովհետև միայն տականքն ու վիժվածքը չի տեսնի, թե այս մարդը ինչ էր անում մեր պետության համար, մեր պետության անվտանգության համար, մեր պետության զարգացման համար, միայն տականք վիժվածքը կասի, որ բան չի փոխվել, կամ բան չի անում, կամ էսրանք մենակ լափում են, են չեն տարբերվում, մենակ վիժվածքը նման բան կասի։ Չեմ ուզում ես եթերի ժամանակ մեկը կա համացանցում, դնեմ մի հատ լավ սեռափոխ անեմ, որովհետև շատ լավ թեմա է, սիրտս իրոք ուրախ է, տրամադրությունս բարձր է, դրա համար այսօր բարի եմ, չեմ կպնի ես դրան, բայց եթե հաջորդ անգամ էլ նման բան արեց, արդեն լրիվ ուրիշ ձև ես դրա հետ կխոսեմ։ Ժողովուրդ ջան, լուրջ եմ ասում, ես հեսա գնում եմ 50 գրամ խմեմ։ Давайте.